Բարի լույս բոլոր հին երևանցիներին։ Կարծում եմ կարիք չկա նշել, թե որտեղ եմ ես այժմ գտնվում։ Մնացած բոլորի համար նշեմ, որ մենք գտնվում ենք Պլանի գլուխ հատվածում Երևանի։ Նայում եմ ասաճաններին և մտածում, որ ինչեր են տեսել նրանք իրենց ավելի քան ամյա պատմության ընթացքում, ավելի քան 1 դար։ Ովքեր են բարձրացել և իջել։ Ճիշտն ասած, ավելի վերև բարձրանալու ցանկություն չկա, որպեսզի չտեսնեմ քանդված և ավերված երիտասարդական պալատը, որը համարվում էր երևանյան սիմվոլներից մեկը 70-ական թվերին, մինչև իր քանդվելը ինչևից է։ Պլանի գլուխը դա թամայնանական նախագծի վերջնակետն էր երևանյան այս հատվածում։ Ճիշտ է, այժմ քաղաքը շատ ավելի ընդարձակվել է, բայց նշված կետը մնաց այդ հին անվանմամբ Պլանի գլուխ։ Օրը շաբաթ է, առավոտյան ժամը 70-ական թվականներ, այնքան խաղաղ և հանգիստ է օրը։ Եթե չլինեին այս արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները, այդ տպավորությունը առավել ցայտուն կլիներ։ Ահա քայլերով մոտենում եմ Կուլայով ջուր բաժանող աղջկա արձանին, որը ավելի քան 100 տարի այստեղ կանգնած ջուր է տալիս անցորդներին, քանի մարդիկ են իրենց ծարավը հագեցրել այս ջրից։ Հետաքրքիր է, որ շատ քիչ քաղաքներում կլինեն այսպիսի արձաններ, որոնցից հոսող ջուրը հնարավոր է խմել։ Երևանը այդ քիչ քաղաքներից մեկն է, որը ավելի է սիրելի դարձնում այն ինձ համար։ Խաղաղ առավոտ, ինչ լավ ժամանակներ էին, բայց մենք այն ինչ ունենք այս բանում, շուտով օրը կբացվի, նորից լարվածություն կմտնի, բայց պետք է որսալ այս ակնթարթը և փորձել ապրել այն լավով, ինչ որ տալիս է քեզ քո քաղաքը, որտեղ դու ծնվել ես, ապրել, մեծացել։ Նորից բարի լույս բոլորին, մաղթում եմ ձեզ հաջող օր և ամենայն բարիք, լավ եղեք։